Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և հայ փոքրիկ երգիչներ միջազգային ընկերությունն իրականացնում են հայրենիքն արվեստն ու ես համապետական մրցույթ տուգատեսը, որին մասնակցելու են հանրապետության երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների սաները։ 3 փուլով անցնող մրցույթի ընթացքում առաջատար մասնագետներից կազմված հանձնախմբի կողմից կընտրվեն լավագույններից լավագույնները, ովքեր կմրցեն հաղթողի տիտղոսն իրենց երաժշտական դպրոց համայնք մարզ բերելու համար։ Մրցույթի մրցանակային ֆոնդը տրամադրել է մրցույթի աջակից Ամարաս մշակութային միությունը։ Ծրագիրը ներառում է նաև վարպետաց դասեր, մեթոդական և մասնագիտական աջակցություն մանկավարժներին, մշակութային կրթություն ապահովող օջախների մշտադիտարկում Հայաստանի ողջ տարածքում։ Հայրենիքն արվեստն ու ես։ Ինքնաճանաչման, աճի, մշակույթով միանալու և զորանալու ճանապարհ։ Անցնենք այն միասին։ Շարունակում ենք մեր եթերը, ԿԳՄՍ նախարարությունն ու հայ փոքրիկ երգիչներ միջազգային ընկերությունն իրականացնում են մշակութային կրթության աջակցության ծրագիր նոր ձևաչափով։ Այն ներառում է վարպետաց դասեր, դասալսումներ և դպրոցների մասնագիտական գնահատում Հայաստանի բոլոր մարզերում։ Իհարկե տեսանյութը շատ ավելի սիրուն ներկայացրեց, բայց մանրամասը քննարկենք մեր հյուրի հետ։ Սիրով ներկայացնեմ ծրագրի ղեկավար դաշնակահար մանկավարժ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս մշակույթի և կրթության զարգացման ընկերակցության հիմնադիր Մարինե Մարգարյան։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար, շատ հաճախով եմ ձեզ։ Վաղուց ձեզ չենք տեսել։ Միշտ պատրաստ եմ գալ, շատ սիրում եմ ձեր տաղավարը, ձեր հյուրընկալ հարկի տակ։ Շնորհակալ եմ, շատ եւ պատմել լավ բաների մասին միշտ պատրաստ եմ, Աստված տա դրանք լինեն։ Լավ է, որ ձեր նման մարդու կողմից է հնչում գովասանքի խոսքեր, ինչպես ասում են, անդրադառնանք ծրագրին, իհարկե տեսանյութը որոշ առումով խոսեց, ներկայացրեց, հատկապես մշտադիտարկումների վերաբերյալ, եկեք սկզբից նպատակներին անդրադառնանք եւ ինչ է դա մեզ տալու։ Շատ սիրով, նախ ասեմ, ծրագիրը նոր չէ, այն անցնում է տասնամյակից ավելի մեր հանրապետությունում եւ շատ եմ կարևորում։ Ծրագիրը անցկացնում էր մեր բոլորի կողմից շատ սիրելի հարգված Նելի Գուրգեն-Սարգսյանը, իր հիմնադրամի անունը ճիշտ ասեմ, մշակութային կրթության աջակցության հիմնադրամով եւ մեծ է ներդրումը, որ ունի այս ծրագիրը մշակույթի նախարարության կողմից երկար տարիներ աջակցությամբ մշակույթի նախարարության եւ մարզերում մեծ առաջընթաց է եղել մշակութային կրթության, որովհետեւ հայտնի է, որ մայրաքաղաքից կտրված լինելու պատճառով մենք ունենք իհարկե մեծ ներուժ այնտեղ եւ ամենտեղ մեր երեխաները, մեր մասնագետները, մեր մշակութային ներուժի մասին նոր չի եւ ես չէ որ պիտի խոսեմ, բայց անտեսվածությունը, կտրվածությունը միշտ եղել է եւ այս ծրագրի շնորհիվ մասնագետներ են այցելել մարզեր ամբողջ շուրջ կլոր տարի ցուցաբերել մեթոդական օգնություն, վարպետաց դասեր վարել, օգնել, աջակցել, ստեղծել հարթակներ այս երեխաների իրենց մանկավարժների համար կայանալու, զարգանալու, ներկայանալու, իրար ճանաչելու, գալու մայրաքաղաք, ցույց տալու ինչի հասան։ Մի խոսքով դու պիտի ունենաս անել ինչ-որ չափանիշներ, որոնց ձգտես, չէ, հասնել։ Եվ հիմա Նելի Գուրգենովնայի առաջարկով ինքը ինչ-ինչ պատճառներից ելնելով ծրագիրը որոշեց փոխանցել ինձ, իհարկե սա այդպիսի մի բան չի, որ իրար փոխանցենք, մրցույթ է կայացել, ուղղակի իր առաջարկով եմ ես։ Սկզբում հրաժարվեցի զուտ, որովհետև հասկանում էի պատասխանատվությունը, գործի մեծությունը, ամբողջ հանրապետությունով, բայց եթե մենք ամեն անգամ հրաժարվենք միտեղ ասելով, որ չենք կարող կամ հետո ինչ, այսպես ասած, երեսով ենք, հա, այն մեր սիրելի կենացները խմելու եւ ասելու, որ եկեք աշխատենք, մենք մշակույթ ունենք, եկեք ով չի անում, լավ էլ երեսով խմում է։ Դե չգիտեմ, ամեն դեպքում ինձ իմ խիղճը տանջում էր, երբ որ ես հրաժարվում էի։ Դրա համար որոշեցի մտնել այս գործի մեջ։ Ծրագիրը գրեցի, դիմեցի դրամաշնորհի հետ մրցույթին, մրցեցի փաստորեն եւ չգիտեի, որ ինձ հետ մրցակից բավականին էլի կային ծրագրեր եւ շատ ուրախ եմ եւ շնորհակալ վստահության համար կրթության, գիտության, մշակույթի նախարարությունը տեսավ, որ իմ գաղափարները երևի համարեց մրցունակ եւ որոշեց, որ դրանք պիտի փորձենք միասին իրականացնել։ Ուրեմն ծրագրում նոր շունչ ենք մտցնելու,
նորություններ պիտի ներառենք, բացի այն մշտադիտարկումը, որ միշտ տեղի էր ունենում, ստուգման, այսինքն գործառույթը, որ կար, օգնության, այդ մեթոդական վարպետաց դասերի, դասալսումները մանկավարժները գալիս էին Երևան, լսում էին կամ մեր հիմնականում Երևանից մեր առաջատար մասնագետներ այցելում էին մարզեր, տարբեր քաղաքներ, գյուղեր, բոլոր անգամ հեռավոր գյուղերը։ Հիմա դա պահպանելով մենք մի հատ խթանիչ գործոն մտածեցինք, որը որ համապետական մրցույթն է։ Այն անվանեցինք Հայրենիքն, արվեստն ու ես, որտեղ ուրեմն պետք է մրցեն բոլոր երաժշտական, արվեստի, պարարվեստի, գեղարվեստի դպրոցների երեխաների որոշակի տոկոսը, 10%-ը։ Սկսում ենք այդքանից։ Մենք ազատություն ենք տալիս յուրաքանչյուր դպրոցի կրթօջախի ընտրել իր լավագույն սաներին եւ ներկայացնել։ Հիմա մրցույթը չի ուղղված հենց գտնելու լավագույն երեխային կամ համույթին։ Ավելի շատ մենք պիտի մշտադիտարկում ստուգատեսային կարգով է անցնում իրականացնենք եւ ստանանք վարկանիշային ցուցակ, որտեղ կտեղակայվեն տվյալ դպրոցները ըստ իրենց ստացած գնահատականի, իրենց իսկ սաների ստացած գնահատականը միջինացված թվի ձևով արտահայտված լինելու է իրենց գնահատականը։ Մենք իհարկե չենք ուզում սա այսպես խիստ եւ դպրոցի բանով ձևաչափով հնչի, մենք չենք ուզում ինչ որ մեկին, ոնց ասեմ, նեղացնել, նեղել, պատժել կամ ինչ որ ասել դու լավն ես, դու չէ։ Մենք ուզում ենք, որ բոլորը ուզեն դառնալ լավը, որ բոլորը ունենան խթան մասնակցելու եւ սա միտված է մյուս տարիներին ավելի զարգանալու եւ առաջին տարին իհարկե ինչ ցույց կտա, այն էլ սկսում ենք ուսումնական տարվա վերջին, այսպես անսպասելի։ Դա բայց ունի իր նաեւ հետաքրքիր տարը, որ նաև անսպասելի հենց հիմա առանց պատրաստվելու մի հատ տեսնենք ինչ ունենք։ Բայց մեկ ամիս չմնաց։ Ինչ վիճակ է։ Հա, բայց միևնույն ժամանակ ըստ ուսումնական պլանի, ըստ այսպես ասած օրենքի, տվյալ կրթօջախները ամենա իրենց լավ վիճակում են, չէ, պատրաստվել են, չէ, տարեվերջի։ Իրենք ունեն, չէ, ամեն մեկը։ Այո։ Որ դասարաններին է վերաբերում բոլորին։ Այսինքն ավագ դասարանները իրար հետ չեն մրցում, երեխաները իրար հետ չեն մրցում։ Երեխան ելույթ է ունենում, հանձնաժողովը գնահատում է, թե ինքը իր տարիքի եւ իր դասարանի համեմատ ինչ վիճակում է, ինչ ծրագիր է կատարում։ Եվ սա զուտ կողքից անցնող է, իմ ասած մրցույթը, հիմնական գործառույթը մեր մասնագետների իրենց օգնելն է, հուշելը եւ օգնելը, որ ինչպես պատրաստվես հաջորդ փուլին։ Մրցույթն անցնելու է 3 փուլով։ Ինչ ձևաչափով է լինում, այսինքն ինչ է ներկայացնում երեխան։ Ինչ գործիքի տիրապետում է, կամ նկարիչ է, կամ քանդակ է ներկայացնում, կամ պարային խումբն է պարում։ Եթե օրինակ ֆիզմատ կարողություններն են չէ, մերը միայն արվեստի, երաժշտության, արվեստի, պարարվեստ, գեղարվեստ։ Եթե լավն է, օրինակ, չգիտեմ, այս ինչ երաժշտական գործիքում լավն է երեխա, ինչով ենք իրան ոգևորում, այդ փուլերը երբ որ անցնում է փուլերը առաջինը մոտիվացիա հիմա ասեմ, մեր խումբը առաջատար մասնագետների բոլոր գյուղերով, դպրոցներով առանց բաց թողնելու որևէ կրթօջախ, որը որ հայտ է տալու, հայտերը արդեն ներկայացնում են մեզ, մենք բոլորի հետ կապի մեջ ենք, հայտերը ստանում ենք։ Այցելում է, լսում է, դնում է գնահատականները տվյալ քանակից 10%-ից ընդհանուր հետո գնահատականներով ամբողջ համայնքից ընտրվում են լավագույն այդ ելույթ ունեցածների 20%-ի չափով։ Մի խոսքով, այնտեղ թվաբանություն կա, որով չեմ ծանրաբեռնի ձեզ։ Ամեն դեպքում նկատի ունենք պիտի հարմարվեք ինչ որ քանակի, որովհետև ասենք թե շատ են այն լավերը, որոնք դուք կպատկերացնեիք, որ կարող է այդ քանակի լինեն։ Մենք նրանց կընտրենք, հանձնաժողովը կընտրի, հետո հաջորդ փուլը հունիսին է, որտեղ արդեն կմրցեն լավագույնները, մարզային փուլն է, մարզ կենտրոններում, եւ արդեն մենք կստանանք ցանկ մարզերի հերթականությամբ, որ մարզներ լավը, եւ այս փուլում կմիանա ընդհանուր այս մեր միջոցառմանը նաեւ Երևանը իր դպրոցներով երաժշտական։ Ինչը կարծում եմ շատ լավ է, որովհետեւ հետո արդեն երրորդ փուլում, երբ որ ընտրված կլինեն մարզերից
տվյալ մարզի ամենալավերը, բոլոր մարզերի լավերը եւ Երևանինը նույն հարթակում երրորդ փուլում նոյեմբեր ամսին հավանաբար Երևանում երեխաները լավագույն մրցում են, իրենք տեսնում են, իրենց դասատուները տեսնում են, ընդհանուր չափանիշը փորձում ենք մարզերը բարձրացնել, բերել հասցնել Երևանին։ Երևանը եւս ձգվում է, բարձրանում է, էլի Երևանի դպրոցների միջև էլ կա մրցություն միշտ, չէ՞, եւ դա միայն օգնում է, եթե կարողանանք սա ծառայեցնել այնպես, որ ոչ թե թշնամացնի, ոչ թե խանգարի, այլ օգնի, բարձրացնի, որ դու ուզես հավասարվել մյուսին, դու ուզես մյուս տարի ավելի լավ ցուցանիշ գրանցել։ Եվ հետո մարզը գա ու տեսնի, որ ինքը իր մարզում լավն է։ Ես էլ ունեմ աշակերտներ, ասում եմ, դու մեր դպրոցում լավագույնն ես, չէ՞ համարվում։ Հիմա արի մյուս հարթակում ուժերդ փորձենք, տեսնենք հանրապետությունում լավերի մեջ երևում ես, հետո արդեն միջազգային, հա մենք դա էլ ենք ուզում անել։ Եվ ունենք համագործակցող բարեբախտաբար կազմակերպություն, ում շատ շնորհակալ եմ, Բոստոնում հայերի Ամարաս միությունն է, ով տրամադրել է մեզ խոստացել է գումար, տրամադրում է որպես մրցանակային ֆոնդ եւ նաեւ հայտնել է ցանկություն ամենաաչքի ընկած եւ հաղթած երեխաներին համերգային այց կազմակերպելու Ամերիկայի Միացյալ Նահանգների արևելյան հատվածում, Բոստոն, Նյու Յորք, Վաշինգտոն եւ մեզ արդեն հայտնել է համերգադահլիճը, որտեղ Ամարաս միությունը փորձ ունի նման միջոցառումներ կազմակերպելու եւ նախադեպը արդեն կանում է նման բաներ։ Հիմա որոշել է մեր մրցույթի հաղթողներին օգնել, տանել իրենց New England կոնսերվատորիայի Jordan Hall հայտնի կամերային դահլիճում համերգ կազմակերպել, իդեպ դահլիճը գրանցված է Ամերիկայի Միացյալ Նահանգների որպես մշակութային արժեք հարստություն, այդպիսի կարևոր մտքեր ունենք եւ ոչ միայն։ Իդեպ մեր ծրագրում վարպետաց դասերը, որոնք կվարեն մեր լավագույն մասնագետները, նաեւ դրանք կզուգակցվեն արտերկրից հրամանած մասնագետների վարպետաց դասերով։ Այսինքն մենք ընտրում ենք, գտնում ենք, փնտրում ենք մեր լավ երեխաներին, օգնում ենք իրենց մանկավարժներին, մանկավարժին ոչ միայն խորհրդով օգնելու կարիք կա, ես ինքս աշխատում եմ, գիտեմ, այլև դու պիտի օգնես, որ երեխայի ծնողը, հանրությունը ուզեն անել են աշխատանքը, որ այդ մանկավարժը անում է, գնահատեն դրա կարիքը, պահանջարկը մեծանա։ Մենք շատ ենք չէ խոսում, որ մշակույթը մեր այցեքարտն է Հայաստանի, մշակույթը մեր հարստությունն է։ Ուրեմն յուրաքանչյուր երկիր դա գիտակցում է, որ ինքը միայն իր մշակույթով է։ Եվ ես պիտի այստեղ ասեմ, որ հանձինս այս ծրագրի ես տեսնում եմ եւ պիտի բարձրաձայնեմ, որ մեր կրթության, գիտության եւ մշակույթի նախարարությունը եւս դա գիտակցում է եւ ասեց, որ սա մեր նախարարության ծրագրերից ամենակենտրոնականներից է, այդպես են վերաբերվում։ Եվ ես շատ ուրախ եմ ու դա խոսում է այն մասին, որ մենք ուզում ենք իրոք օգնել, մենք չենք անում զուտ ինչ-որ ամենալավագույն ընտրված մեր տաղանդավոր երեխաների համերգ շոու, որը կլինի շատ փառահեղ, էլի շատ լավ է թողանեն։ Մենք գնում ենք օգնելու բոլոր նրանց, ովքեր դեռ գուցե այդքան լավ չեն իրենց գործը կարողանում անել, ներկայանալ, հա, իրենց երաժշտարվեստի են ուղղությունում, որ ընտրել են, բայց կան շատ են մեր երեխաները տաղանդավոր, այնքան շատ։ Քանի հոգի են հաղթողներ լինելու։ Գիտեք, դա կորոշի հանձնաժողովը եւ շատ կոնկրետ քանակություն չկա։ Բոլորովին եւ հաղթող են լինելու ոչ միայն մասնակից երեխաները կամ համույթները, նախ նաեւ իրենց մանկավարժները, որովհետեւ սա միտված է մանկավարժին օգնելու։ Կրթօջախները պիտի նշվեն անպայման։ Մենք արդեն մի քանի օր է բուրն գործունեության մեջ տեսնում ենք ամենաակտիվ կրթօջախներին, իսկապես սրտացավ ղեկավարներով, տեսնում ենք համայնքներ, մարզպետարանների, մշակույթի վարչությունների աշխատակիցներ, ովքեր մեզնից կարծես ավելի կան, էլի, այնքան լավ մենք ուժեր ունենք, ավելի ջանասիրորեն են ուզում ամեն ինչ լավ անեն։ Այնքան եմ շնորհակալ բոլոր մարդկանց համար, որ արդեն իսկ ասում են ինչ լավ ծրագիր է, ուզում են, որ նա կայանա, եւ մեր մասնագետները, ում ես դիմեցի խնդրանքով, ովքեր որ պիտի գնան, ասենք նկարիչ, դաշնակահար, ազգային նվագարանների մասնագետներ, պարի մասնագետներ, այնպիսի նվիրում եմ տեսնում, մեկը չի հարցնում գումարի մասին,
բոլորն ուզում են գործ անել ու մենք սրանով ենք այսքան տարի ինչ որ արել ենք հաջողել ու ելի հաջողում ենք։ Իդեպ գումարի պահով ես ելի փնտրելու եմ եւ փնտրում եմ աջակիցներ, որովհետեւ մեծ են նպատակները։ Նախարարության կողմից կա որոշակի գումար սահմանված։ Կա եւ նախարարության միայն երեխաների համար։ Թե նաև նրանց ամբողջ ծրագրի իրականացման համար։ Ուղղակի մեր ծրագիրը շատ ավելի մեծ է, նպատակները մեծ են, քան այս պահին մեր ունեցած գումարները եւ ինչքան գումարը շատ, այնքան ավելի շատ մասշտաբային եւ ավելի ես արդեն իսկ որոշ բաներ, շատ բաներ անում եմ զուտ ընկերական, այսպես ոնց որ եւ գիտեք, մեզ մոտ շատ բան հնարավոր է մեր երկրում։ Եվ շատ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ինձ օգնում են։ Շնորհակալ եմ Սամվել Թոփալյանին, ով կարդացել է տեքստը։ Մեր շատ լավ ընկերոջ է։ Այո, իմ սիրելի աշակերտուհու հայրիկին, ինչ ասեմ, ասեցի ներողություն եմ խնդրում, որ ես շահագործում եմ իմ այս կապը, բայց կարիքն ունեմ, որ տեսահոլովակի տեքստը կարդացվի, այսպես որպեսզի կարողանանք անել, ավելին անենք, քան այս պահին ի վիճակի ենք։ Դրա համար պիտի դիմեմ գումար ունեցող մարդկանց, ովքեր չեն իմանում իրենց գումարը ինչի վրա ուղղեն, ասեմ, որ մեր երեխաների, մեր հանրապետության, իսկապես մշակութային մեծ ներուժը օգտագործելու, հայտնաբերելու, զարգացնելու եւ դարձնելու այնպիսի մի հենց այցեքարտ, որպեսին մենք դա դիտարկում ենք, բայց մրցունակ, որ կարողանանք աշխարհին առաջարկել, աշխարհը շատ արագ է փոխվում այսօր։ Եվ նախկինում ուժով, զենքով հաղթող պետությունները հիմա երևի շատ արագ ուրիշ բաներով են հաղթելու։ Միշտ էլ մշակույթը եղել է գործոն, չէ՞։ Մշակույթը պարտադրելու համար են այդ նույն զենքին դիմել։ Հիմա մենք մշակույթն ունենք, ուրիշները պիտի ուրիշ երկրներ նկատի ունեմ, տանջվեն տարիներ, չգիտեմ ինչ միջոցների դիմեն, որ ունենան այն ներուժը, ինչը որ մեզ մոտ արդեն իսկ կա։ Ես ուզում եմ հանդիպացնել մեր մասնագետներին այդ նոր ծնվող տաղանդավոր փոքրիկների հետ իրանց կապի հարթակը ուզում եմ ստեղծել եւ հետո լայնացնել, գնալ դեպի արդեն միջազգային բեմեր, այնտեղից ստանալ մասնագիտական օժանդակություն եւ նաեւ արդեն որպես պատրաստի հաղթական, ես կասեի, արդյունք ներկայացնել մեր փոքրիկների արվեստը եւ ունակությունները, տաղանդը եւ իրենց մանկավարժների ում աշխատանքի առաջ միշտ խոնարհվում եմ աշխատանքի արդյունքը։ Լավ գործ եք անում։ Ուզում ենք որ վաղուց լավ նորություն չենք լսի, այ ճիշտ ասենք։ Հա, իրականում ես մտածում եմ, որ այսինքն հնարավորինս այդ տարածվի, որովհետև երեխեքն էլ պիտի կարողանան ինֆորմացված լինել, որ ակտիվ լինեն, ու քանի որ ժամանակը կարճ է, ոմանք քննությունների են պատրաստվում, նայած որ դասարանում են, բնականաբար ունեն արդեն զբաղվածություն ու 1 ամիս է մնացել այս ամենին։ Խոսքս ուզում եմ պիտի շատ արագ, այսինքն մրցույթը իրականացնելու համար շատ արագ է պետք այդ ամեն ինչը լուսաբանել։ Այո, եւ ես իհարկե շնորհակալ եմ ձեր օգնության համար եւ հույս ունեմ, որ ձեր հեռուստաընկերությունը կպահի ուշադրության կենտրոնում, արդեն ընթացքից գուցե եւ տեսանյութերով կկարողանամ, նկարներով, մենք համացանց եւս պետք է օգտագործենք եւ շատ մեծ հանրահրճակում փորձենք ինչքան կստացվի ապահովել այս ծրագրին։ Դե չի այդ մանկավարժներին, որոնք շատ արագ պիտի փոխանցեն այդ խոսքը աշակերտներին, ինձ թվում է այդ ամենաարագ էլի աշխատող տարբերակներից մեկն է։ Եվ ուզում եմ ակտիվանան բուն կրթօջախները եւ այս մրցույթի ամբողջ իմաստը դա էր համայնքապետարանները, մարզպետարանները, որ ուզեն, որ իրենց մոտ այդ ամեն ինչ ակտիվանա, իհարկե մենք ունենք շատ եւ ճանաչում ենք անձամբ այնպիսի ղեկավարներ, որոնք իրենց քաղաքում իրենց ուժերով օրինակ կապանում, ես անձամբ գնացել եմ վարպետաց դասերի, որովհետեւ համայնքապետը ուզում է, որ իր մշակույթը զարգանա։ Մենք ուզում ենք մյուս բոլոր տեղերում, որտեղ գիտենք հոգսեր ունեն մարդիկ, ուրիշ անելիքներ ունեն, գուցե ձեռքները չի հասնում մշակույթին։ Իսկ այս դեպքում նախարարությունը, ԿԳՄՍ նախարարությունը համայնքապետերին, համայնքապետարաններին ինքը մեսիջ չի տալիս, որ նման միջոցառում տված է իհարկե, ի սկզբանե սկսվել է այդ ձեր ասած շրջաբերականով, ուղերձով եւ մանրամասն
կարգն է, պայմաններն են, ամեն ինչ իրազեկված են, ուղղակի այստեղ կա նաև ցանկության եւ մասնակցության բանի ներգրավվածության ինչ ասեմ, եռանդի ցանկության հարց, ինչքանով կուզեն, ինչքանով կանեն, ուզում եմ ուղղակի բոլորին ասել, որ արդյունքում մենք այնուամենայնիվ ունենալու ենք այդպիսի աստիճանակարգային ցանկ, գոնե այդպես առանց ինչ-որ սպառնալիքի պես թող չհնչի, բայց սիրելի համայնքապետեր, մարզպետեր, այնպես անենք, որ ձեր մարզը լինի առաջինը։ Եկեք Եվ վերջի նաև համայնքապետերը հիմա պետք է հասկանան, որ պետությունը աջակցում է այս ծրագրին։ Սա շատ կարևոր է։ Այո, պետությունն է անում։ Այո, պետությունը աջակցում է այս ծրագրին եւ ծրագիրն է, որ վստահվել է ինձ, այսպես է։ Այս դեպքում կրթությունը պարտադիր է, ոչ թե մնացած ուրիշ բոլոր բառերը։ Այո, կրթությունը միշտ է պարտադիր, անգամ ստիպողաբար է պետք հասնել դրան, բայց չէ, ուզում ենք ամեն դեպքում սիրով անել այս ամեն ինչը եւ որ բոլորը ուզեն, որ սա կայանա եւ գոհ լինեն, բոլոր արդյունքը իսկապես մեծ եռանդով ենք լծվել այս գործին, որ լինի լավը եւ լինի այն ինչ որ մենք կստանանք, արժեքը են որ կստեղծենք, լինի իրոք մի բան, որին որ մյուս տարի կուզեն էլի մասնակցել, արդեն իրենք կասեն, ուր եկեք, ես ասենք երեխան պարապել եմ, ուզում եմ մյուս տարի ես լինեմ լավը։ Կրթօջախը, ես ասենք գտել եմ մասնագետ, որը չունեի, էսա էլի մեզ մոտ իրականում ցանկությունը կա, ուժերը կան, բայց պետք է նաև գտնենք ձևեր, նաև պետք է մշակենք ռազմավարություն, ինչպես անել կամ առաջարկներ պետք է անենք ԿԳՄՍ-ն կմշակի գուցե ռազմավարություն, ինչպես մասնագետներին ուղղել մարզեր, որովհետև հա երեխան լավն է, բայց եթե դասատուն չկա, ինչ անի։ Մի անգամվա այցով 2, 4, 15 պետք է գտնենք տարբերակներ։ Միայն մարզերում, հա, տեղափոխելու կամ տալու հնարավորություն երիտասարդ գուցե ավարտած լավ ուսանողներ, որոնք պիտի դասավանդեն, դա միայն բարձր աշխատավարձի դեպքում է, որովհետև մենք այն ժամանակաշրջանում ենք ապրում, որեր են առաջվա թվերը են, որ ասում են ակտուալ չեն, եւ յուրաքանչյուր նոր ավարտած գուցե լավ ավարտած ուսանող բնականաբար ինքն ուզում է տեսնել այդ առումով էլ աճ իր մոտ եւ միակ տարբերակն է ոգևորելու հատկապես ոչ միայն մարզում բնակվողի որի գուցե շատ ավելի հարմար է իրեն հենց այնտեղ էլ աշխատել այլ այն երիտասարդներին իսկ ես կարծում եմ որ երիտասարդները շատ ավելի լավ կանեն եւ այդ մեկ որ ասում են փորձառություն է պետք, բայց այդ փորձառությունը պիտի տաս հենց այս ձևով։ Հիմա այդ նոր ավարտած լավ ուսանողը, որը ջանք ու եռանդ չի խնայել, լավ սովորելու, մատուցելու իր իմացածը, իրեն տեղափոխել մարզ երեխաների հետ աշխատելու, դու իրեն պիտի տաս իսկապես բացառիկ լավ պայմաններ պիտի տաս։ Անգամ ավելի լավ գուցե քան Երևանում կտայիր, որովհետև այնտեղ գին կա վճարելու, հա, իսկ այստեղ ավելի հարմար ու կոմֆորտ է բնականաբար։ Այդ մասին շատ խոսել ենք, ճիշտ են ինչ որ դուք ասեցիք եւ տարիներ շարունակ դա հայտնի բան է։ Ես դրա համար, երբ որ նման ծրագրի մասին էր խոսվում, իհարկե մտածում ես, որ սրա լուծումը, լավագույն լուծումը դա է ինչ որ դուք ասում եք։ Ուղղակի հիմա փորձ է սա, մինչև այդ լուծումը կտրվի պետական մակարդակով, մինչև կգտնվեն դրա ռեսուրսները, ձևերը։ Մենք փորձենք տակից ոնց որ, հա, մինչև վերևից, ամեն կողմից մենք պետք է անենք, չունենք, ժամանակն է ոսկի եւ գնում է, արագացել է այդ ժամանակը, ինչպես բոլորը նկատում են ամբողջ աշխարհում, եւ մենք չունենք հնարավորություն սпасելու ինչ որ մեծ լուծումների, ամեն մեկս մեր պիտի անենք։ Իրականում ինձ թվում է հիմար անելիքներն են շատացել մեր ժամանակի մեջ ու մենք չենք նկատում, թե ոնց է այն ջուրը, որ միտեղից հոսում է ու դու չես նկատում, հա, որ կատ-կատ ինքը միտեղից տանում է, այդ նույնը ինձ թվում է անիմաստ զբաղմունքներն են տանում մեր ժամանակը։ Բոլորիս, հա, այդ կայթակությունը բոլորի առջև կա, այսօրվա աշխարհը, հա, զարգացավ, բայց դրանով հանդերձ շատ ավելի թանկ գին վերցրեց մեզնից, իրականում բոլոր առումներով, քան մենք պատկերացնում էինք, որ այս զարգացած տեխնոլոգիաների համար կարող ենք վճարել։ Այս տեսակի ծրագրերը իմ խորին համոզմամբ նաև ստեղծում են հենց այն պակասող սնուցումը մշակութային, որ պակասը բոլոր մեր երեխաներն ունեն եւ ոչ միայն երեխաները, որ դու ունենաս
տեղ ինչ որ մի միջոցառում, ինչ որ մի նպատակ, որի համար դուք ուզես թողնել քո այդ հեռախոսը կամ խաղերը կամ այլ բաներ եւ զբաղվես դրանով, որովհետեւ պարտադրաբար ինչ որ պետք էով դա չի արվում։ Այս ամենը ուղղել ենք նրան, որ մարդիկ սկսած փոքրիկից, դասատուից, ղեկավարից, տնօրենից ուզեն լավացնել ինչ որ մի բան, ուզեն զբաղվել սրանով եւ ջանք տնեն դրա մեջ, որ հաջողեն։ Ամփոփելու եք արդյունքները հունիսին, ասացիք։ Հունիսին երկրորդ փուլն է։ Երկրորդ փուլն է։ Բայց արդեն հունիսից սկսած մենք ունենալու ենք այդ լավագույն ընտրված երեխաներին, բայց չենք կենտրոնանալու միայն նրանց վրա, որովհետև մենք օգնելու ենք նաև այն մյուսներին, ովքեր խոստումնալից էին, բայց ինչ որ պատճառով չընդգրկվեցին լավագույն այդ ընտրվածների մեջ, բայց ուզում են եւ մենք իրենց պիտի պահենք, չէ, կապի մեջ, որ հաջորդ տարի իրենք կարողանան մասնակցել։ Հնարավորինս այս դրա համար եմ ուզում ֆինանսական բանը շատացնել մեր բարձիկը, էլի, որպեսզի կարողանանք հնարավորինս շատ երեխաների ընդգրկել այս ամբողջ process-ում եւ կապը լավացնել, շատացնել հնարավորությունը մասնագետների հետ իրենց շփման։ Դե հիանալի ծրագիր է, հուսամ, որ իրականում կունենաք այդ դրական արձագանքը այն սատարողների, որոնք հանուն այդ մշակութային կրթության այս դեպքում կփորձեն ձեր կողքին լինել։ Հիմա լավ կլիներ, որ ամբողջությամբ այդ ծավալը լիներ նաև պետական աջակցության ներքո, որովհետև այդ դեպքում ավելի հեշտ է ամեն ինչ տեղի ունենում եւ ավելի սիստեմավորված ու կանոնակարգված, բայց եթե կավելանա, եթե մենք հաջողենք, չէ, դա արդեն կլինի պիտի արդյունք ցույց տանք նաև, որ կառավարությունը տեսնի, որ այստեղ ներդրման կարիք կա, ավելացնելու կարիք կա, ինչի՞ չէ, ես հավատում եմ, որ կլինի։ Ձեզ հաջողություն ենք շնորհակալ եմ շատ։ Մենք էլ ենք շնորհակալ, որ մեր հյուրն էիք, դե ես վստահ եմ նրանք անգամ երեխաները, եթե չնայած դասի կլինեն հիմա, բայց եթե լսեցին ու իրենց հետաքրքիր է ունենալ, այո, մշակույթի ոլորտում իրենց ուժերի, ինչու՞ չէ, հա, փորձել իրենց ուժերը հասկանալ, որքանով են իրենք հաջողել այդ գործում, ուրեմն արժե որ ունենաք մասնակցություն եւ ակտիվ լինեք։ Մեր եթերում այս պահին գովազդ է, որից հետո կշարունակենք։